Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն սկսում է իր աշխատանքային նոր շաբաթը։ Եվ իհարկե մեզ համար պարզ է, որ գնալով որքան մոտենում են ընտրությունները, այնքան իրադարձությունները շատ հետաքրքիր զարգացումներ են ունենում։ Պիտի ասեմ, որ աշխատանքային նոր շաբաթը մենք սկսում ենք մի անձնավորության հետ, ում ես անձամբ ում հանդեպ ունեմ խորին հարգանք եւ ում հավատում ու վստահում եմ։ Այդ անձնավորությունը Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, շատ շնորհակալ եմ, փոխադարձ հարգանքներիս հավաստիքը ձեզ։ Տեսեք, ես պիտի ասեմ, որ մենք միշտ մեծ հաճույքով ենք ձեզ հյուրընկալում, որտեղ նորից ուզում եմ կրկնել, մարդիկ հավատում են մարդու ձեր տեսակին, հավատում են, որ ձեր խոսքը գործից չի տարբերվում եւ ամենակարևորը դուք շատ անկեղծ եք ոչ միայն ձեր ընտրողների, ոչ միայն մեր հանրության հանդեպ, այլ ինքներդ ձեր եւ դա շատ կարևոր է մեր օրերում շատ այսպես քիչ հանդիպող մի երևույթ է դա։ Պիտի ասեմ, որ իհարկե որքան ընտրությունները մոտենում են, այնքան հետաքրքրությունը այն անձանց, ովքեր ամենաակտիվ մասնակցությունն են ունենալու ընտրություններում, նրանց անձև դառնում է ել ավելի այսպես կարևոր ու շատ մեծ նշանակություն ունեցող։ Ասեմ, որ մենք մեր զրույցը իհարկե ընտրությունների մասին դեռ կշարունակենք զարգացնել, բայց մինչ այդ անցած շաբաթ տեղի ունեցած մի քանի իրադարձություններ, որոնք կարծում եմ դուք էլ մեծ հետաքրքրությամբ եք հետևել, դեռ նախ երևի խոսենք Հայաստանի ազգային ժողովի նախագահի Մոսկվա կատարած ոյաժի մասին, նրա եւ Սերգեյ Լավրովի հանդիպման, այդ հանդիպման ընթացքում հնչեցած մտքերի գոհարների մասին։ Ինչ տպավորություն թողեց այդ այցը ընդհանրապես ձեզ մոտ։ Անկեղծ ասած, նմանատիպ այցելությունների իմաստը ես չեմ հասկանում, որովհետև կարող եմ ենթադրել, որ այդ հանդիպումների գլխավոր իմաստը ենթակառուցվածքներին առնչվող հարցերը պետք է լինեն, որտեղ մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունում կոնստիտուցիոն կառավարման տակ ունի ենթակառուցվածքներ, այդ թվում նաև մեր երկաթուղային ցանցը։ Ես չեմ բացառում, որ այդ նպատակներ ունեցել։ Պարզապես ինձ համար բացատրելի չի այդ այցելությունների ակնկալվող արդյունքը որն է հաշվարկված ներկայիս իշխանությունների կողմից, որ այդպիսի ջանասիրությամբ փորձում են բանակցել այն իրավիճակներում, երբ որ բանակցելու տեղ այլևս չկա։ Եթե հարավ-կովկասյան երկաթուղիների ցանցի պատասխանատուների հետ զրուցեն, իսկ ես վստահ եմ, որ զրուցել են, նրանց առջև կդնեն տրցակներով թղթեր, թե քանի կետով է Ռուսաստանը խախտել պայմանավորվածությունները եւ չի կատարել որևէ պայմանավորվածություն։ Այս առումով ու այլ կերպ վարվել, քան ենթակառուցվածքները ազգայնացնելը, այլ ճանապարհ չի մնում։ Ինչի են գնում, ինչի են խոսում, ինչ են ակնկալում այդ զրույցների վերջնարդյունքում, ես ճիշտն ասած չեմ հասկանում։ Առավել եւս, որ գիտենք, որ թշնամաբար տրամադրված մի քաղաքական տիրույթ են մտնում, որտեղ ամենասանձարձակ ձևով լրագրողական հանրույթը կարող է որոշակի ձևակերպումներ հնչեցնել, նրանք էլ իրենց կոտրած ռուսերենով փորձեն արդարանալ կամ որևէ բան, որևէ այնպես չներկայացնեն, որը որ անհրաժեշտ է, ես դրա իմաստը չեմ տեսնում։ Պետք է ի վերջո գիտակցենք, որ դիվանագիտական կապեր եւ դիվանագիտական մեթոդներով հարցերի կարգավորման հնարավորություն լինում է միայն այն պարագայում, այն դեպքում, երբ որ այդ երկրների միջև կամուրջները լիարժեք այրված չեն։ Իսկ այն հանգամանքից սկսած, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը հրահրեց ռազմական գործողությունները արգելք չհանդիսանալով տարածաշրջանում, իսկ մենք գիտենք այն աշխարհակարգում եւ այն ուժային հավասարակշռության պարագայում, եթե դու չես երաշխավորում ստաբիլությունը, ապա հրահրող կողմ ես հանդիսանում։ Առավել ավելին դեռ օգնեց թշնամիներին հայկական պետականության, այնուհետև հենց ՀԽՍՀ-ի տարածքների առումով որևէ վճռական դիրքորոշում էլ չասենք Արցախի վերաբերյալ, ՀԽՍՀ-ի տարածքների նկատմամբ որևէ վճռորոշ հայտարարություններով հանդես չեկավ եւ այսպես ասած չճանաչեց հապկ ազդեցության գոտին,
Այդ պարագայում այցելել Մոսկվա եւ ակնկալել զրույցների մեթոդով որևէ հարցերի կարգավորում իմ կարծիքով անհեռատես քայլ է։ Պարոն Սիմոնյան, իհարկե անցած շաբաթվա, այսպես, եթե կարելի այդպես ասել, ուրախալի լուրերից մեկն էլ այն էր, որ Արցախ ներողություն Գյումրի թեմի առաջնորդի այդ բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով, չնայած փետրվարի 10-ին Սրբազանին լուրջ վիրահատություն է սպասում, մաղթենք նրան առողջություն եւ ամենակարևորը հուսանք, որ բանտային այս կապանքներից ազատագրված այդ մարդը նորից կվերադառնա իր մշտական գործի։ Մամիտ եմ, առավել եւս այսօր ես նկատում եմ ուժային կառույցներում, դատախազությունում, ոստիկանությունում եւ դատարաններում մարդկային վերաբերմունքը գերակշռում է քան կար նախկինում եւ եթե մարդը առողջական խնդիրներ ունի, մեկուսարանում պահելը աննպատակահարմար է եւ դա անխիղճ մոտեցում կլիներ, եթե շարունակվեր այդ իրավիճակում գտնվեր։ Այնպես որ առողջական խնդիրներով պայմանավորված մարդկանց չի կարելի մեկուսարաններում պահել, տնային կալանքը այս իրավիճակում ամենանորմալ կարգավիճակը կարող է լինել, միջև որ հույս ունենամ այս կնճռոտ իրավիճակը արդարացիորեն կհանգուցալուծվի, իսկ ես հավատում եմ, որ մոտ ամիսներին հայ ժողովուրդը շատ հավասարակշռված եւ հավասարարժեք ընտրություն կատարելով սկիզբ կդնի Հայաստանի Հանրապետության ներսում լարվածության թուլացման եւ քաղաքացիական եւ առհասարակ քաղաքական նկատառումներով պայմանավորված անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակման, գործերի մանրամասն ուսումնասիրության եւ արդարացի որոշում կայացման շուտապույտ։ Ես հույս ունեմ, որ մոտակա ամիսներին վճռականորեն կփոխվի պատկերը երկրում, առաջ Աստված տեսնենք ինչպիսի ողջախոհություն եւ տրամադրվածություն կունենա մեր քաղաքացիական հանրությունը։ Գիտեք, անցած շաբաթը երևի նշանավորվեց նաեւ Ալիևի եւ Փաշինյանի Աբու Դաբիում ստացած այդ խաղաղության, եղբայրության, համերաշխության մրցանակի հանձնման արարողությամբ մեր ունկնդիրներից մեկը հիմա ասեմ անունը Նունե Սարգսյանը գրել է. «Բարոն Ղուշյան, այդ 1 միլիոն դոլարը Փաշինյանին տվել են մեղրին հանձնելու համար»։ Գիտեք, սա մեր ունկնդրի այսպես ենթադրությունն է, նրա այսպես ասում են որոշումն է, իր կարծիքն է, բայց այս ամենի ֆոնին ինչտեղ են անում այսօր մեր տարածաշրջանում, չեմ խոսում գերիների հետ կապված այդ ահռելի զզվելի դատավարության մասին, փաստորեն Բաքվում դատում են ոչ թե միայն մեր ռազմագերիները, այլ ամբողջ Հայաստանի վերջին 35 տարվա պատմությունը եւ զարմանալի այս իշխանությունների դիրքորոշումը այդ ամենի հանդեպ։ Ինչ կարող եք ասել դուք։ Նախ առաջին մասով մեղրին Փաշինյանի տնամերձը չի, որ Փաշինյանը հանձնի, մեղրին չի հանձնում Հայաստանի Հանրապետությունը, Փաշինյանները անցողիկ երևույթներ են, նրանք կգան ու կանցնեն, հայկական տարածքների պաշտպանությունը հայկական պետականության ներուժով է պայմանավորված, սա ֆիքսենք։ Երկրորդը, այո, Բաքվում ծավալվող դատավարությունները Բաքվի օրենսդրությամբ հիմք են նախապատրաստում ապագայում քրեական գործերով հանդես գալ միջազգային դատարաններում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որովհետև նրանք այդ անձանց դատում են եւ քրեական պատասխանատվության են կանչում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գնացած քայլերի համար իրենց օրենքներով, իսկ նրանք Հայաստանի Հանրապետության ընդհանուր քաղաքական համակարգի ներկայացուցիչներ են եւ հայկական պետականության կարող ենք ասել, դե այն ժամանակ Արցախ Հայաստան որևէ տարանջատում չկար եւ քաղաքական process-ները ուղղակի եւ անուղղակի կերպով ազդեցություն էին ունենում Արցախում ծավալված իրավիճակներին։ Ես գտնում եմ, որ այդ նախագահ կոչեցյալները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, բայց ոչ թե Բաքվի բանտում, այլ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում, որպես պետական ներուժը ունեզրկած, պետական պաշտպանունակությունը թուլացրած կոլաբորացիոնիստ ուժեր, որոնք ծառայել են դրսի ուժերին։
Իսկ Արցախի հարցով, եթե հայկական պետականությունը չորթեգրի մի մոտեցում, որ Արցախը վիճելի տարածք է, ապա մոտ ժամանակներում միջազգային ասպարեզում հայկական պետականությանը եւ հայ ժողովրդին ներկայացնելու են որպես ցեղասպան եւ օկուպանտ երկիր։ Սա մենք պետք է հասկանանք եւ այս ռիսկերը կանխավ ընկալելով հանդերձ վարենք քաղաքականություն։ Ալիևի ազնիվ խոսքերին հավատալ չի կարելի։ Ադրբեջանի եւ Հայաստանի մեղրամիսը Ալիևից եւ Փաշինյանից հետո կարող է ավարտվել։ Չի կարելի ակնկալել երկարատև խաղաղություն իրավիճակային ընկերային հարաբերությունների վրա հիմնված, որտեղ իրավիճակային ընկերային հարաբերությունները անցողիկ են, իսկ ռազմավարական հարաբերությունները խարսխվում են ռազմավարության վրա։ Իսկ դուք տեսեք, թե թուրքական աշխարհը 100-ամյա կտրվածքում ինչպիսի քաղաքականություն է վարում։ Հայկական Սյունիքի նկատմամբ նկրտումները 100-ամյա են, 100-ամյա, եւ մի մոռացեք, որ հայկական Սյունիքը 100 տարի առաջ թուրք, ազերիա, ռուսական ուժերը վիճարկեցին եւ մեկ անձնավորություն, մեկ անհատականություն կարողացավ կասեցնել այդ նկրտումները, դա Գարեգին Նժդեհն էր, որ ռուսական 11-րդ կարմիր բանակի դեմն առավ եւ կարողացավ թուրք բոլշևիկյան ուժերին պարտության մատնել։ Սա է միակ առհավատչան, թե ինչու է Սյունիքը հայկական, իսկ թուրքական ծրագիրը եւ ռազմավարությունները գրվում են 100 տարիների համար, այնպես որ գրպանները լայն բացառեք, եթե կարծում եք, թե Ալիև, Նիկոլ Փաշինյան, սերտ հարաբերությունները կարող են ազդեցություն ունենալ Ադրբեջան-Հայաստան սերտ հարաբերությունների վրա, ոչ թե այն պատճառով, որ հայ ժողովուրդը պահանջատիրությունը առաջ կտանի, ավաղ ես այնքան թերահավատ եմ այդ հանգամանքով, որ հայ ժողովուրդը այդպիսի կամք կդրսևորի իր պահանջատիրությունը առաջ տանելու, այլ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը ավելին է պահանջելու, ես դրանում կասկած անգամ չունեմ, հավատում եմ եւ վստահ եմ, որ Ադրբեջանն է ստիպելու մեզ իր առավելապաշտական մոտեցումներով, որ մենք պահանջատիրությունը վերակենդանացնենք եւ տանենք առաջ։ Այլ ճանապարհ չկա, որտեղ մենք մարդաբանական առումով օտար ենք դարձել մեր հայրենիքում։ Մենք պետք է վերանայենք մեր ռազմավարական հարաբերությունները, այսօր ժամանակն է, որ քայլ առ քայլ շտկենք հարաբերությունը Իսրայելի հետ եւ կարողանանք այդ Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում կյանքի կոչել ենթակառուցվածքների շահագործման ընդհանրական պլան, որտեղ հայկական մասին առնչվող ճանապարհներն ու ենթակառուցվածքները կգտնվեն բացառապես հայկական տիրապետման տակ։ Եթե մենք այս պարզ ճշմարտությունը չհասկացանք, մենք փոփոխվող աշխարհում մեր տեղը չենք կարող վաստակել։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան այսպես առանձին մեծ հետաքրքրությամբ է սպասվում։ Ինչ եք կարծում, այդ այցելությունը ինչ կտա կողմերին, ինչ զարգացումներ կլինեն մեր տարածաշրջանում։ Դժվար է ասել, որովհետև նրանց ռազմավարական մոտեցման մեջ տարածաշրջանը Մերձ Կասպիան է նշված։ Մերձ Կասպիան, իսկ Մերձ Կասպիան նշված է հենց Ադրբեջանի հեգեմոնիան, գերակայությունը շեշտելու նկատառումով։ Ես որ վերապահումներ ունեմ այդ թրիփի նկատմամբ, ոչ թե ին վերապահումը վերաբերվում է հայ-ամերիկյան համագործակցությանը, այլ ին վերապահումը վերաբերվում է Փաշինյան-Թրամփ համագործակցությանը, որովհետև կոնգրեսի հետ վավերացված փաստաթուղթ չկա եւ նոյեմբերի 6-ին այս տարվա նույն կոնգրեսում փոփոխություններ են ակնկալվում, որտեղ հանրապետականները շեշտակի առավելություն ունեն անգամ այն նահանգներում, որտեղ ավանդաբար հանրապետականներն էին հաղթում։ Տեխասում դեմոկրատները առաջ են անցել մի քանի կետով եւ ինչ գիտեք ինչեր կծավալվեն։ Կոնգրեսի փոփոխություններից հետո, երբ որ դեմոկրատական կուսակցությունը, ժողովրդավարական կուսակցությունը առավելություն կստանա, ինչ գիտեք, իմպիչմենտի ինչպիսի գործընթացներ կարող են ծավալել մինչև տարվա վերջ, եւ ինչ փոփոխությունների կենթարկվի Միացյալ Նահանգների ներքաղաքական իրավիճակը 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Մենք դրանում երաշխիք ունենք, երաշխիք չունենք։ Դրա համար J.D. Vance-ի այցելությունը զգուշավոր լավատեսություն է։ Զգուշավոր, որտեվ դրա տակ թաքնված այլ բաներ էլ կարող են լինել, որին ես չեմ տիրապետում։ Ես առհասարակ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը
որևէ մի կետում չեն վստահում։ Հետևաբար անգամ առաջին հայացքից կառուցողական թվացող քաղաքական հարաբերությունները ինձ համար արդեն կասկածելի են, որովհետև դրանք իրագործվում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության կողմից։ Իսկ ես չեմ տեսել գեթ 1 օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը նախաձեռնում են եւ հաջողության են տանում։ Նման օրինակ չեմ տեսել։ Նրանք ինչ նախաձեռնել են, տարել են տապալման եւ տարել են հարցի ուղակի հուղարկավորման։ Հետևաբար հիմք չունեմ կարծելու, որ այս հարցը գոնե ինչ որ դրական կերպով ազդեցություն կունենա։ Տոտալ բացակայություն է վստահության։ Սա է պատճառը, որ անգամ ես լինելով գիտության մարդ, ինձ համար ոչ պլանավորված մի իրավիճակում եմ հայտնվել, մուտք եմ գործել քաղաքականություն, որտեղ չեմ վստահում, չկա այդ վստահության կապիտալը։ Ես ավելի շուտ սպասում եմ աղետներ նրա կողմից եւ նրա կառավարության կողմից, քան ինչ որ դրական քայլ մեր պետականության համար։ Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ այսօր ԿՊԱ-ական պրոպագանդան փորձում էսպես վարդագույն գույներով ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող ցանկացած զարգացում, ել չեմ խոսում Տրիմպի մասին, որ Տրամպի անունը կրող ճանապարհը մեզ խոստանում է ոչ միայն խաղաղություն, այլ նաև այսպես շատ հզոր բարգավաճ երկիր ունենալու հեռանկարներ։ Դուք ընդհանրապես հավատում եք այդ գաղափարին։ Ես հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություններ ունի, բայց չեմ հավատում, որ այդ հնարավորությունները կարող է բացահայտել Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը, որովհետեւ տառապանքս փորձ ունի։ Ես ռետրոսպեկտիվ հետահայաց վերլուծություն եմ կատարում եւ տեսնում եմ նրանք ինչ նախաձեռնել են, ձախողվել է, որովհետեւ նրանց կառավարությունը կարելի է բնութագրել քաղաքագիտական բառով կակիստոկրատիա, տգետների կառավարություն։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորությունների տարածաշրջանում է գտնվում, դրանում կասկած չունեմ։ Այն, որ մեր պետականության առաջ լուրջ հեռանկարներ են բացվել դրական առումով, դրանում էլ կասկած չունեմ, բայց որ այդ հանգամանքը կկարողանա բացահայտել Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը, թույլ տվեք խիստ կասկածել, որովհետեւ տառապանքս փորձ ունի։ Ես ուզում եմ խոսենք նախընտրական այսպես գործընթացների մասին, ինչ զարգացումներ են այստեղ մեզ սպասում, փորձեք հնարավորինս ավելի լայն բացել փակագծերը։ Եթե կհիշեք, արդեն մի քանի ամիս է ես մի այլաբանություն եմ շրջանառում, որը ոմանք կարծում են դա մերկապարանոց եւ պարզունակ միաբջիջ վիրավորանք է, բայց դա այլաբանություն է։ Այդ 4 գլխանի վիշապը մոդելավորում է ներքաղաքական իրավիճակը եւ նրանց մոդելավորմամբ առաջ են քաշում երկու հանգամանք՝ իրենց հարմար ընդդիմություն եւ իրենց հարմար պատումներ, նարատիվներ։ Իրենց հարմար ընդդիմությունը ռուսական դաշտում խաղարկվող ընդդիմությունն է։ Պետք է սա ֆիքսենք։ Եվ դրա տակ մտնում է թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե նրանց կոլաբորացիոնիստ եւ նրանց արբանյակ ուժերը, որոնք որ այդ համատեքստում են գործում։ Ոչ մի եվրոպական քաղաքական ուժին հավասարարժեք նրանք չեն ներկայացնում որպես իրենց հակառակորդ քաղաքական ուժ, թեև օբյեկտիվ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ շնորհապետական կուսակցությունը լուրջ դիրքավորում ունի որպես հայկական Հայաստանի Հանրապետության ազգային շահերով միտված արտաքին քաղաքականության ջատագով քաղաքական ուժ, որը գտնում է, որ Եվրամիության անդամակցությունը եւ Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների զարգացումը մեր շահերից է բխում այս օրերին։ Եվ նրանք ձևավորում են իրենց ընդդիմության կերպարը, եւ նրանք ձևավորում են իրենց խոսույթը, սպրդում են քաղաքական օրակարգ մի միտք, որ հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրությունները տեղի են ունենալու ընտրություններ պատերազմի ուժերի եւ խաղաղության ուժերի միջև։ Սիրելի ժողովուրդ, ավելի անհեթեթ, խեղկատակ սուտ դժվար է երևակայել, որտեւ այն ուժերը, որոնք որ պնդում են, որ Հայաստանի Հանրապետության դիմադրողականության մեծացումը, զինված ուժերի զարգացումը եւ հայոց պահանջատիրության առաջ քաշումն ու Արցախի հայերի իրավունքների սատարումը
կարծում են, որ այդ ճանապարհով է հնարավոր խաղաղությունը ամրացնել, դա չի նշանակում, որ նրանք պատերազմի ուժեր են։ Դա նշանակում է, որ նրանք իրական խաղաղության ուժեր են, որոնք ձեր պոտենցիալը շտկելով փորձում են անվտանգությունը ապահովել ցանկացած եղանակով, որտեվ աքսիոմա է, ինչքան ուժեղ ես, այդքան խաղաղությունը հարատև է դառնում, որևէ մեկը ուժեղի վրա չի հարձակվում։ Ի հեճուկս նրան, որ Նիկոլ Փաշինյանը ընդառաջ է գնում թշնամու բոլոր պահանջներին, մրցանակներ է ստանում եւ զիջում է ամեն բան։ Այս պարագայով ավելի գայթակղիչ դառնալով ռազմական ագրեսիաների համար։ Հետևաբար 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները մեկընդմիշտ խեղկատակություն հիշեցնող ներքաղաքական դաշտի վերջակեցը դնելու մասին է։ Սիրելի քաղաքացիներ, այս առումով ոչ միայն պետք է աննախադեպ մասնակցայնություն դրսևորենք, այլ նաև պետք է գնանք եւ մեր դիրքորոշումը հայտնենք, որովհետեւ ըստ այս խեղկատակ ընտրական իրավունքով ձայները հաշվարկվելու են միայն վավեր քվյաթերթիկների համաձայն։ Անկամ եթե դու գնաք ընտրությունների եւ մասնակցեք ընտրությունների եւ փչացնեք ընտրաքվեն, դրանք անվավեր համարվելու պարագայում հաշվարկային գործակից չեն լինելու, այսինքն նրանք չեն հաշվարկվելու որպես 100% մասնակցայնությունից պակասած ձայներ։ 100% մասնակցայնությունը հաշվարկվելու է միայն վավեր քվյաթերթիկներով։ Անհրաժեշտ է գնալ ընտրությունների եւ անպայման ձայնը տալ որևէ մեկին, որ հետո 5 տարի չնստեք խավարը անիծեք, որ չասեք ինչի թոշակները մնացին նույն մակարդակի, ինչու խանութներում գները թանկացան, ինչու սոցիալական խնդիրները չեն լուծվում, ինչի են թափառող կենդանիները հոշոտում մարդկանց, որ հետո չբողոքեք ձեր դժբախտ ճակատագրից, տեր կանգնեք ձեր ձայնին, ձեր ձայնի իրավունքին եւ փոխեք 2026 թվականի խորհրդարանի ամբողջ վիճակը։ Սա խայտառակություն է այն ինչ որ մեկ տեսել եք։ Եվ հետո մեկ ուրիշ բան էլ ասեմ, հարգելիներս, այդ որտեղ է գրված, որ 3 Հայաստանի համար պատուհաս հանդիսացած նախագահները առավելագույնը պետք է կառավարեին 10 տարի, Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ քիչ։ Իսկ Հայաստանի համար պատուհաս դարձած վարչապետը ցանկանում է Հայաստանի ղեկին մնալ 13 տարի, դուք մեզ ձեռք եք առնում, ֆունդամենտալ ձեռք եք առնում, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությունը պետք է իր որոշումն ու վճիռը կայացնի 2026 թվականի հունիսի 7-ին։ Պարոն Սիմոնյան, ես կուզենայի խոսեինք նաև սոցիալական վերջին, այսպես ասած, հարցումների մասին, որքան ընտրությունները մոտենում են, այնքան ավելի ակտիվ, հաճախակի են հասկացվում նման սոցիալական հարցումներ։ Ձեր կարծիքով որքանով են դրանք օբյեկտիվ։ Նախ սոցիալական կայքերի միջոցով տարածվող սոցհարցումները չեն կարող լինել օբյեկտիվ։ Բայց մեր ժողովուրդը թվերին հավատացող ժողովուրդ է, սուրճի մրուրի վրա գուշակությունների հավատացող ժողովուրդ է։ Վաղը հրապարակեն սոցհարցումներ, որ Մարսից եկած այլմոլորակայինները 43% են հավաքել, Նիկոլ Փաշինյանը 93% ավելի, այսինքն 100-ից ավել տոկոսների քանակությամբ, բոլորը կհավատան, որ Մարսի այլմոլորակայիններից առավել է Նիկոլ Փաշինյանը, առանց որևէ մանրուքների վրա ուշադրություն դարձնելու, չասենք բոլորը զգալի հատվածը, բայց այստեղ մի կարևոր հանգամանք, քանի որ իշխանությունները եւ ընդդիմություն կոչեցյալը գիտեն, որ ժողովուրդը դյուրահավատ է նման հանգամանքներին, նրանք նկարում են իրենց հարմար սոցիոլոգիական հարցումներ, լուսանցքում թողնելով իրենց համար անհարմար ուժերին։ Բայց այս վերջերս հանուն արդարության նշենք, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը եւ իր կողմից առաջ քաշված Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուն որոշ սոցհարցումներում սկսեցին երևալ։ Եվ այդ էլի ոչ օբյեկտիվ, բայց սոցիոլոգիական հարցումներում Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը պատկառելի դիրքավորում ունի, առաջի տեղից մինչև նվազագույնը 4-րդ տեղ Հայաստանի Հանրապետությունում։
Հետևաբար այլընտրանքային ուժը, որը այդքան հանրային վստահություն է կարողանում վաստակել, պետք է փրկողակ դառնա մեր ժողովրդի համար։ Միացեք, հարգելիներս։ Այ դուք միասնության կոչ եք անում, արդյոք ժամանակը չի, որ արդեն ձևավորվեն այդ դաշինքները, որոնք կարող են գնալ ընտրության եւ խաղաղ ճանապարհով իրականացնել իշխանափոխություն։ Արհեստական ձևավորված դաշինքները դրանք նոր աղետի հիմք են դառնալու Հայաստանի Հանրապետության գլխին։ Մենք չենք պատրաստվում դաշինք կազմել մեզ ոչ նման ուժերի հետ։ Մեր գաղափարական հոսանքներին հակընդդեմ ընթացող ուժերի հետ, նախկինների հետ, ներկաների հետ, նրանց արբանյակ քաղաքական ուժերի հետ, օտար պետություններից ծնվող քաղաքական գործիչների եւ ուժերի հետ։ Մենք դա չենք անելու։ Շնորհապետական կուսակցությունը մասնակցում է ընտրություններին միայնակ, ունենալով լուրջ հանրային վստահության կապիտալ, թող ձայն փոշիացնողները, որոնք որ առավոտից երեկո ձայն փոշիացնելու մասին են խոսում, թող իրենց մտածեն, որ իրենք են ձայն փոշիացնողը։ Ամեն ինչ շատ պարզ է, մարդիկ տեսնում են նրանց տեղը եւ մեր տեղը, նրանց կարգավիճակը, նրանց խնդիրները եւ մեր կարգավիճակը։ Եվ մենք այդ այլընտրանքը կտրամադրենք հայ ժողովրդին, բայց դա չի նշանակում, որ շնորհապետական կուսակցության դրոշի ներքո չեն կարող գալ հանրային հեղինակություն իրենցից ներկայացնող մարդիկ, որոնք իրենցով մեծ հեղինակություն ունեն, բայց շնորհապետական կուսակցության դրոշի ներքո են գալիս։ Նմանատիպ անհատների համար, մաքուր մարդկանց համար մեր դռները բաց են եւ մենք բանակցությունների մեջ ենք հիմա գտնվում եւ լավ նորություններ արդեն ունենք։ Ուղղակի կհրապարակենք քիչ ուշ։ Դե ես ուզում եմ իհարկե այդ նախընտրական մրցապայքարում ձեզ հաջողություն մաղթել։ Գիտեմ թե ինչ լավ ծրագրեր ունեք, գիտեմ նաև թե որքան եք մտահոգ հոգված մեր երկրի վաղվա օրվա կապակցությամբ եւ ամենակարևորը դուք այն անձնավորությունն եք, ում համար թերևս գլխավորը դա Հայաստանի Հանրապետության վաղվա օրը, վաղվա պայծառ օրը ապահովելն է եւ այս առումով իհարկե դեռ ճանապարհ ունեք անցնելու։ Միանշանակ համաձայն եմ, առաջ Աստված, ամեն բան լավ է լինելու եւ մենք պաշտպանելու ենք մեր սիրելի հայրենիքի եւ մեր հայրենիքի մի անկյունում ծվարած Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ փորձելու ենք հայ ժողովրդի իրավունքները առաջ տանել։ Պետք է կարողանանք ուղղակի հզորանալ, իսկ հզորանում ենք մեզ միացած մարդկանց շնորհիվ։ Այնպես որ ես լավատեսորեն եմ տրամադրված, կարծում եմ լավ է լինելու, պայքարը շարունակել է պետք։ Շնորհակալություն իհարկե, պարոն Սիմոնյան, սիրելի բարեկամներ, ասեմ, որ մենք այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանին։ Սպասեք նրան առաջիկայում եւս Փակ TV տաղավարում։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։